Հրապարակը գրում է. Ալխաս Ղազարյանն ու Արուսյակ Մանավազյանն օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներին ընտրական իրավունքից կզրկեն, եթե նրանք վերջին 6 ամսում Հայաստանում չեն եղել։ Հիմնավորումն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի քաղաքացիները գալիս եւ քվեարկում են ընդդիմադիրների օգտին։ Թերթը փորձել է պարզել, թե հունիսի 7-ի շեմին քանի մարդ է ժամանել Հայաստան։ Թերթը Զվարթնոց օդանավակայանի իր աղբյուրներից պարզել է, որ 2026 թվականի մայիսի 1-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած Հայաստանի քաղաքացիների թիվն այս տարի ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։ Տարբերությունը եղել է 13390 քաղաքացի կամ 7.5% պակաս։ Պարզվում է 2025 թվականի մայիսին եւ հունիսի առաջին 4 օրերին օդային եւ ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 193,047 Հայաստանի քաղաքացի, իսկ 2026-ի նույն օրերին 179,657 քաղաքացի։ Միայն Շիրակ եւ Զվարթնոց օդանավակայանների անցակետերով են 2026-ին Հայաստան ժամանել 2571-ով ավելի շատ Հայաստանի քաղաքացի, քան 2025-ին։ Նախորդ տարի այդ թիվը 79670 էր, այս տարի 82241 քաղաքացի։ Սակայն դրանից ընդհանուր ժամանողների թվերը չեն փոխվում։ Թերթը հարցնում է. ինչու է ազգային ժողովը նման հակասահմանադրական նախագիծ ընդունում։ Հրապարակը գրում է. ազգային ժողովի ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում։ Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։ 3 անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն է շրջանառվում։ Ալեն Սիմոնյանի ընկերոջը Դավիթ Առաքելյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանի ընկերը Արման Բարխուդարյանը, որը նրա խորհրդականն է, Երևանի ավագանու անդամ, Մալաթիայի նախկին թաղապետ։ Նրա նկատմամբ ժամանակին քրգործ կար, յուրացումների մեղադրանք։ Խուդարյանին թերթը հարցրել է. հավաստի են այդ լուրերը։ Նա նախ փորձել է պարզել ով է նման տեղեկություն տարածել, ապա չի պատասխանել հարցին։ Նա Ռուբինյանի կնոջ հետ իջնում էր ազգային ժողովի բուֆետ։ Տիկինը ձայն տվեց արի։ Ժողովրդի աղբյուրները իշխանության կուլիսներից փոխանցում են, որ իշխանական թիմում սպասվում է հերթական կադրային փոփոխությունը։ ՔՊ-ում արդեն ներքին քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի ազգային ժողովի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այլևս չի շարունակի պաշտոնավարել այդ կարգավիճակում նոր խորհրդարանում։ Իշխանության ներսում որոշել են նրան ազատել հանձնաժողովի նախագահի պաշտոնի պարտականություններից։ Քոչարյանը ստիպված կլինի բավարարվել իշխող խմբակցության շարքային պատգամավորի կարգավիճակով։ Հրապարակը գրում է. այսօր հուլիսի 3-ին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի 3 անդամի ընտրությունն է։ Մինչ օրենքում փոփոխությունները հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամից, բայց քաղաքասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացրին 3-ով, 5-ը 6-ի հարաբերակցությամբ։ Թափուր 3 տեղի համար 7 տեխնացու է առաջադրվել։ Դատավոր Արմինե Թումասյանը, Վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, Արթուր Սաքունցը, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, Transparency International հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը, իրավունքի Եվրոպա հասարակական կազմակերպությունից եւ Women Արտակ Մկրտչյան։ Այսօրվա ընտրությունից հաշված օրեր առաջ պարզվում է հանրայինը կանչել է Լուսինե Հակոբյանին եւ հարցազրույց վարել, որում տեխնացուն չի շրջանցել նաեւ դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի թեման։ Այս հանգամանքը վրդովմունք է առաջացրել ոչ միայն նրա մրցակիցների շրջանում, որոնք կարծում են, որ այդպիսով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել իրենց համար, այլև հանձնաժողովի անդամներին ընտրող անկախ դատավորների շրջանում։ Թերթին ասել են, որ այս փաստը ըստ էության մեսիջ է դատավորներին, թե ում է տեսնում Փաշինյանն այդ հանձնաժողովի թափուր տեղերից մեկում։ Ակնհայտ է, որ դատական համակարգը կառավարելու յուրայիններին ամեն տեղ խցկելու փորձեր են արվում։ Ժողովուրդը գրում է. Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս օրերին գտնվում է Թուրքիայում։ Մինչդեռ նախարարությունում շարունակում են քննարկվել սպասվող կադրային փոփոխությունները։ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո հայտարարել էր, թե նախարարների փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն վերադասողակներից ներքև կադրային վերադասավորումները անպայման կլինեն։ Թերթի կառավարական աղբյուրները փոխանցել են, որ փոխնախարարի պաշտոններից կազատվեն Ասղիկ Գրիգորյանը եւ Լևոն Հակոբյանը։ Ինչ վերաբերվում է Լենան Անուշյանին, ապա նրա պաշտոնանկության վերաբերյալ որոշումը եւս խիստ սպասելի է։
Հրապարակը գրում է. թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ազգային ժողովում բարձր պաշտոնի է պատրաստում, ազգային ժողովի խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից։ Դեռ է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուք հումոր ուտենք, տանջվենք, նա ԱՄՆ-ից գա բարձր պաշտոնի նստի։ Ինքն էլ է հասկացել, որ ոչ Վահագն Ալեքսանյան կարող է լինել, ոչ Արթուր Հովհաննիսյան կամ Ռուբինյան, եւ խնդրել է իրեն թողնել գործադիրում, թեկուզ ոչ բարձր պաշտոնին։ Բայց ԿՊ-ում խանդավառված չեն ազգային ժողովի ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես խմբակցության ղեկավարի, որը կարծում են ավելի բարձր ստատուս ունի, քան ԱԺ փոխնախագահը։ Հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի։ Որքան էլ նա Փաշինյանի ֆինանսներն է տնօրինել եւ նրա աչքն ու ականջն է ԿՊ-ում, սակայն չի ձգում խմբակցության ղեկավարի կարգավիճակին։ Ոչ քաղաքական միտք ունի, ոչ շշպռելու հմտություն։ Ենթադրում են, որ Փաշինյանը որոշել է կամակատար դնել, որ անձամբ ղեկավարի ֆրակցիան։